Կոլումբիայից շրջակա միջավայրի նախարարություն եկած հյուրերը COP17-ի մեր կազմ կոմիտեի համար կոնսուլտացիաներ են սկսել։ Կազմակերպչական որ հարցերի վրա մեծ ուշադրություն դարձնել, աշխատանքային ինչ ռիսկեր կարող են առաջանալ։ Կենսաբազմազանության նախորդ համաժողովն անցկացնելու իրենց փորձից անկեղծորեն հուշում են։ Պետք է պատրաստ լինել բարձրաստիճան շատ պատվիրակություններ դիմավորել հյուրանոցներում տեղավորելու բարդությունից մինչև հնարավոր ֆինանսական ու կիբերանվտանգության խնդիրների։ Միջազգային փորձագետների խմբին Երևան հրավիրած NBSAP Accelerator Partnership-ից ասում են երրորդյա քննարկումները թույլ չեն տա աշնանը որևէ բաց թողում ունենանք։ Խորհրդատվությունը, որ տրամադրվել է, վերաբերվել 3 հիմնական թեմաների։ Մեկը դա կանաչ գոտու կազմակերպումն է, որը մեր դեպքում լինելու է Կարեն Դեմիրճյանի համալիրում։ Մյուսը դա բանակցային գործընթացի կազմակերպումն է, այսինքն ինչպես են կազմակերպել ներքին համագործակցությունը, թե ներգերատեսչական, թե կոլումբիական տարբեր գերատեսչությունների միջև։ Եվ երրորդ թեման դա հաղորդակցությունն է։ Կազմակերպչական հարցերին զուգահեռ աշխատանքային հանդիպումներին կոպի նաև բովանդակային մասն է պարբերաբար քննարկվում։ Աշխարհին մտահոգող բնապահպանական թեմաների բավական ծանր, գերխիտ օրակարգ է մշակված Երևանյան հավաքի համար։ Եթե նախկին կոպերի ժամանակ օրինակ մոտավորապես քննարկվում էր ընդհանուր 50 հարց, ապա Հայաստանում կայանալիք կոպի ժամանակ քննարկման առարկա դիտարկվում են շուրջ 79 հարցեր։ Եվ շատ կարևոր մի հանգամանք եմ ուզում նաև նշել, որ սա ոչ միայն մեկ համաժողով է, սա 3 համաժողով է։ Քաղաքավարությանը զոհ չգնաք, երբ որոշ հյուրեր պնդեն, թե շատ հեռու երկրից են եկել, ուզում են անպայման ելույթ ունենալ։ Կարևոր է չշեղվել, առաջնահերթ թեմաներից խորհուրդ տվեցին կոլումբիացիները։ Հյուրընկալող կողմից շատերն ընթացիկ ակնկալիքներ ունեն, միայն թե բոլորը հետո հիշելու են։ Արդյոք երկիրն ապահովեց Կալիում որոշված կենսաբազմազանության գլոբալ առաջին ռիվյուն։ Այստեղ առաջին անգամ տեղի է ունենալու գլոբալ վերանայումը, ինչ է դա իրենց ներկայացնում։ Հայաստանում քննարկվելու է, թե 2022 թվականից սկսած ուր են հասել գլոբալ ջանքերը կենսաբազմազանության թիրախներին հասնելու համար եւ ինչ խնդիրներ կան, որոնք առաջիկա 4 տարիների ընթացքում պետք է լուծվեն։ ՄԱԿ-ի կենսաբազմազանության կոնվենցիայի Կարթագենայի եւ Նագոյայի արձանագրությունների եռաշերտ COP-մոպերի անցկացմանը զուգահեռ Հայաստանը համաժողովին ներկայանալու է նաեւ ազգային օրակարգով։ Զուգահեռ դրան էլ են պատրաստվում գերատեսչությունում 4 ամիս բան մնաց։ Կապույտ եւ կանաչ գոտիներում մենք ունենալու ենք ազգային տաղավար, որը լինելու է այն հարթակը, որտեղից Հայաստանը աշխարհի հետ կիսելու է իր փորձը, արդյունքները, իրականացվող ծրագրերը, համագործակցության շրջանակները, խնդիրները, շրջակա միջավայրի պահպանության, մասնավորապես կենսաբազմազանության պահպանության եւ խաչվող ոլորտների մասով։ Վստահ եմ, որ պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լավագույն կերպով կազմակերպվի COP-ը, որովհետեւ սա Հայաստանի համար բացառիկ կարևորություն ունեցող եւ ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի համար բացառիկ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Կազմակերպչական մասով կոլումբիացիներն էլ հուշեցին, եթե կարիք կա, նաև կամավորների ներգրավել համաժողովի եկող պատվիրակների հետ նամակագրության, վիզաների, ընդհուպ որոշ հյուրերի սննդային նախասիրությունը ճշտելու համար, հանկարծ չմոռանալ կոպի զոնաների միջև տրանսպորտի ապահովման մասին։ Էրմինե Բաղդասարյան, Արտակ Գևորգյան, լուրեր։